Փետրվարի 24-ին առավոտյան 5:33-ին Մասիս քաղաքից 10 կիլոմետր հարավ-արևելք օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ, ավերածություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մղչյան և Դվին գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Եթե դուք եք նկատել, որ Հայաստանում YouTube-ի հոլովակները սկսվում են գովազդային հոլովակներով, սա նշանակում է, որ Հայաստանում սկսում է դրամայնացման կամ, ինչպես հայտնի է, մոնետիզացիայի գործիքի ակտիվացումը։ Առավոտյան պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն սա դեռ թեստավորման փուլն է։ Սրանով մենք եւս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ։ Նաև շատ կարևոր է արձանագրել, որ YouTube-ը բավականին բարձր չափանիշներ ունի տեսողական բովանդակության վերաբերյալ, ինչը հույս է ներշնչում նաև, որ այս գործիքի կիրառմամբ նաև մեր մոտ տեսողական բովանդակության որակը կլավանա։ Ապրիլի 1-ից Հայաստանում բոլոր կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Փոփոխությունը վերաբերում է շուրջ 665,000 շահառուի։ Մինչև մարտի 5-ը քաղաքացիները պետք է ընտրեն սպասարկող բանկը, հակառակ դեպքում ընտրությունը կկատարվի ավտոմատ։ Օրերս կառավարության նիստում սոցիալնախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ անկանխիկ համակարգին անցնելու հիմնական խնդիրներից մեկը անձնագրային խնդիրներն են, իսկ առաջացման հիմնական պատճառը նախկինում կենսաթոշակը առանց դրա անհրաժեշտության ստանալն է եղել։ Նորից խնդրում եմ դա մարտի 5-ը մինչև անել այն քաղաքացիներին, որոնք դա կարող են անել ինքնուրույն, եւ մենք տեսնում ենք, որ դա արդեն տեղի է ունենում, հարգելի գործընկերներ, ուզում եմ մի թիվ հնչեցնել։ Մենք դեկտեմբերի սկզբին, որ այս խոսակցությունը նոր սկսվեց, անկանխիկի ամբողջությամբ անցնելու եւ եթե չեմ սխալվում, հենց կառավարության նիստին ունենք մոտ 50,000 քաղաքացի, ով ստանում էր կանխիկ եղանակով։ Առաջին հայացքից թեթև եւ հեշտ թվացող այս համակարգը իր հերթին բազմաթիվ դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Ոչ բոլոր թոշակառուներն են դրական ընդունում այս փոփոխությունը, ոչ միայն կենսաթոշակի ստացումը, այլ նաեւ բոլոր վճարումները իրականացվելու են միայն քարտային եղանակով։ Արդեն երրորդ օրն է Թեհրանում ուսանողները դուրս են եկել փողոց, անտեսելով իշխանությունների խիստ արգելքները։ Պետական բուհերում ցուցարարները այրել են դրոշներ ու վանկարկել հակակառավարական կարգախոսներ։ Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին կանգնել է իր 36-ամյա կառավարման ամենածանր ճգնաժամի առջև տնտեսական պատժամիջոցների եւ աճող դժգոհության ֆոնին։ Միջազգային հարթակում դիվանագիտական եւ ռազմական իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ հինգշաբթի սպասվող եռակոմ բանակցություններին Թեհրանը քննարկում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսիի մասնակցությունը։ Սա դիտվում որպես փորձ առաջ մղելու ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների հաջորդ փուլը։ Երկրի նախագահ Մազուդ Փեզեշքյանը նույնպես հաստատել է, որ Վաշինգտոնի հետ շփումներում քաջալերող ազդակներ կան։ Այնուհանդերձ ԱՄՆ-ն շարունակում է ուժեղացնել ճնշումը։ Միացյալ Նահանգների զինված ուժերը բերվել են 100%-անոց մարտական պատրաստվածության։ Նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում վերահաստատել է, որ թեև նախընտրում է համաձայնության գալ, սակայն պատրաստ է կիրառել նաև ուժ։ Նա զգուշացրել է, որ բանակցությունների ձախողումը շատ վատ հետևանքներ կունենա Իրանի եւ նրա ժողովրդի համար։ Վաշինգտոնի պահանջները հստակ են սահմանափակել միջուկային ծրագրերը, կրճատել հրթիռները եւ դադարեցնել աջակցությունը տարածաշրջանային որոշ խմբավորումներին։ Վերլուծաբանների Թրամփն այս պահին փորձում է ժամանակ շահել հանրային աջակցություն ձևավորելու եւ ներքաղաքական ռիսկերը նվազեցնելու համար։ Ցանկացած ռազմական ձախողում նոյեմբերին կայանալիք ընտրություններից առաջ կարող է առիթ տալ դեմոկրատներին կրկին օրակարգ բերելու Թրամփի իմպիչմենթի հարցը։ Ճգնաժամային այս իրավիճակին զուգահեռ Սպահանի նահանգում շուկայի տարածքում վթարի է ենթարկվել բանակի ուսումնական ուղղաթիռը, ինչի հետևանքով 2 օդաչու զոհվել է։
Մեքսիկայում 23 կալանավոր փախել է Խալիսկո նահանգի բանտից երկրում անկարգությունների ֆոնին։ Կալանավորների հանցակիցները կրակ են բացել բանտի վրա, ապա մեքենայով կոտրել դարպասները։ Մեքսիկայում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ հատուկ ստորաբաժանումները Խալիսկո նահանգում սպանել են երկրի ամենափնտրվող նարկոբարոնին՝ El Mencho կանունով հայտնի Նեմեսիո Օսեգուերա Սերվանտեսին։ Այս գործողությունն անմիջապես հրահրել է բռնության աննախադեպ ալիք, որն արդեն տարածվել է երկրի 32 նահանգներից 20-ում։ Թմրակարտելի զինյալները հրդեհել են հանրային տրանսպորտը եւ արդեն հասցրել են խաթարել խոշոր քաղաքների բնականոն կյանքը։ Սլովակիան դադարեցրել է Ուկրաինա արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Պատճառը Բրատիսլավայի Դրուժբա նավթամուղի վերաբերյալ վերջնագրի ժամկետի լրանալն է։ Որոշման մասին հայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, նշելով, որ Ուկրաինան այլևս օգնություն չի ստանա իր էներգետիկ ցանցը կայունացնելու համար։ Այսօրվանից սկսած, եթե Ուկրաինան Սլովակիայից օգնություն խնդրի իր էներգետիկ ցանցի կայունացման հարցում, նման օգնության չի արժանանալու, ասել է Ֆիցոն։ Սլովակիայի առաջնորդը շաբաթ վերջնագիր էր ներկայացրել, պահանջելով, որ Կիևը մինչև երկուշաբթի վերականգնի նավթի մատակարարումը, հակառակ դեպքում իրենք կանցնեն կտրուկ քայլերի։ Մոսկվայի Սավելովսկի կայարանի մոտակայքում մահապարտահաբեկիչը պայթեցրել է ոստիկանական մեքենան, ինչի հետևանքով մեկ ոստիկան զոհվել է, երկուսը վիրավորվել։ Հանցագործը պայթյունից հետո դիմել է փախուստի։ Իրավապահները ձեռնարկել են համապատասխան քայլեր նրան հնարավորինս շուտ հայտնաբերելու նպատակով։ Նշանակվել է փորձաքննություն պայթուցիկ նյութի տեսակը պարզելու համար։ Հնդկաստանում բժշկական ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 7 անձինք զոհվել են։ Պացիենտը, նրան ուղեկցող 2 ուղևորը, 2 օդաչու եւ 2 բժիշկ։ Ինքնաթիռը դուրս է եկել ռադարներից եւ կորել է անձնակազմի հետ կապը։ Նախնական տեղեկություններով պատճառը շարժիչի անսարքությունն է։ Ինքնաթիռը տեղափոխում էր սուրայրվածքներով հիվանդի։ Սիրիայում իսլամական պետության զինյալները վերսկսել են արյունալի արձակումները ուժայինների դեմ։ Բախումների հետևանքով կան բազմաթիվ զոհեր, իսկ իրավիճակը տարբեր բնակավայրերում մնում է լարված։ Այս գործողությունները տարօրինակ կերպով զուգադիպում են Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիայի ուժերի հափշտապ հեռացման հետ։ Արևմտյան զորքերը լքում են իրենց խոշորագույն ռազմաբազաները եւ տեխնիկայով տեղափոխվում Իրաք։ Ռազմավարական կարևոր հենակետերի, այդ թվում այրուղիների վերահսկողության թողնելը լուրջ հարցեր է առաջացնում։ Ստեղծված ուժային բացը թույլ է տալիս ահաբեկչական խմբերին նոր թափով ակտիվանալ տարածաշրջանում։ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Փիթեր Մանդելսոնը ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու եւ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապերի բացահայտումից հետո։ 72-ամյա Մանդելսոնը ազատվել էր Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ծառայության պաշտոնից դեռ սեպտեմբերին, երբ վարչապետ Քեյր Սթարմերի վարչակազմը հրապարակել էր նրա եւ Էփշտեյնի միջև հաղորդագրությունները։